1 միլիարդ 100 միլիոն դրամ համաֆինանսավորում սուբվենցիոն ծրագրերի համար։ Կառավարության նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն է ներկայացնում նախագիծը։ Նախագծով առաջարկում է համաֆինանսավորել 11 համայնքներից թվով 11 սուբվենցիոն ծրագրեր, որոնցից 2-ը Արագածոտնի մարզում, 1-ը Արարատի, 2-ը Արմավիրի մարզում, Գեղարքունիքի մարզում 2 ծրագիր, Սյունիքի մարզում 1 ծրագիր, Տավուշի մարզում 3 ծրագիր։ Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ այս հատկացումով արդեն 2026 թվականի պետական բյուջեից կունենանք 3 միլիարդ 57 միլիոն դրամի համաֆինանսավորած սուբվենցիոն ծրագրեր։ Արցախից բռնի տեղահանված հայերի բնակարանային ապահովման ծրագրում կան փոփոխություններ։ Ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով կկարգավորվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշ խնդիրներ։ Մասնավորապես առաջարկում ենք ծրագրի շրջանակներում որպես ընտանիքի անդամ դիտարկել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաներին, անկախ այն հանգամանքից, թե երբ են նրանք ներկայացրել առցանց դիմում հայտարարություն եւ ստացել ծրագրով նախատեսված հավաստագիրը, քանի որ ներկայում գործող իրավակարգավորմամբ 25 թվականի հունվարի 1-ից մինչև 26 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխան համարվում է շահառու, եթե ընտանիքն առցանց դիմում հայտարարություն ներկայացրել է եւ ծրագրով նախատեսված հավաստագիրը ստացել է մինչև 25 թվականի դեկտեմբերի 31-ը։ Նախագծով նախատեսվում է վերանայել նաև աջակցության չափը։ Ընդլայնել 4 միլիոն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որոնք ներկայումս 611-ն են, եւ ավելացնել դրանք 150 բնակավայրով, եւ խոսքը վերաբերում է Երևանին սահմանակից համայնքներին, նախկինում Երևանը եւ Երևանին սահմանակից համայնքները սերտիֆիկատների իրացման ժամանակ կարող էին շահառուները ստանալ 3 միլիոն դրամի փոխհատուցում, իսկ հիմա Երևանից բացի Երևանին սահմանակից համայնքների դեպքում կդառնա 4 միլիոն դրամ, այսինքն ըստ էության կլինի Երևանը 3, որոշ սահմանամերձ համայնքներ, որոնք 5 են, կմնան 5 եւ մնացած բոլորը կդառնա 4։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է գնահատել նաև այս ծրագրի քաղաքական նշանակությունը, ոչ միայն Արցախից բռնի տեղահանվածների, այլև Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման եւ ռազմավարական դիրքորոշման տրամաբանության մեջ։ Ես ուզում եմ կառավարության նիստում արձանագրել եւ նույնիսկ դատապարտել բոլոր այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին եւ ընդհանրապես հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է։ Հասկանում եք, խաղաղությունը ինչ կապ ունի սա խաղաղության թեմայի հետ, որովհետեւ երբ որ մենք ասում ենք ընդհանրապես, երբ որ մենք խոսում ենք նրա մասին եւ մենք պետք է առերեսվենք, այս հատկապես հիմա դա շատ կարեւոր է անել։ Երբ որ մենք խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, նկատի ունենալով այն, ինչ հասկանալիորեն եւ ակնհայտորեն նկատի ունենք, մենք ըստ էության առաջինը չենք թողում, որ այդ մարդիկ խաղաղվեն եւ տնավորվեն։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ խաղաղությունը մենակ պայմանագիր չի։ Չկա ավելի դաժան եւ տառապալի բան, քան սպասումը։ Պետք չէ ճամպրուկներով ու սպասումով ապրել։ Սա կայսերական քաղաքականություն է, շեշտում է Փաշինյանը։ Սա հակահայկական, ապահայկական, կայսերական քաղաքականություն է, որ մի խաղաղվեք։ Էսա կվերադառնաք կամ կվերադարձնենք։ Էսա ցեղասպանության միջազգային ճանաչում կլինի, էսա կվերադառնա Վան, Մուշ, չգիտեմ, Կիլիկիա եւ այլն եւ այդպես շարունակ։ Այս քաղաքականությունը ունի երկու նպատակ։ Առաջինը հայ ժողովրդին պահել պանդուխտի գիտակցության մեջ եւ երկրորդը թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կայանա։ Պետությունը չի կարող կայանալ, երբ կա որևէ տեղ գնալու հոգեբանությունը։ Արտագաղթն է գլխավոր խնդիրը, միայն թե մենք այն չենք ճանաչում։ Ժողովուրդը ավելի շատ այս խնդրի հետ առերեսվում, ուզում հասկանալ անեկդոտների, պատմությունների, սովորույթների տեսքով, քան պետությունը, քան պայմանականորեն ասած էլիտար շրջանակները, որովհետև էլիտար, այսպես ասած, շրջանակները այդ process-ի մաս են, որովհետև էլիտար շրջանակները կայսերական քաղաքականության մաս են, գիտակցաբար թե անգիտակցաբար, լինելով այն մեխանիզմի
գործողության մեջ, որի նպատակը էլ եմ ասում, Հայաստանի Հանրապետության որպես անկախ ինքնիշխան զարգացած ազատ պետություն կայացումը թույլ չտալն է։ Ոչ թե անհետաքրքիր հայրենասիրական մոտեցում, այլև կայսերական հայրենասիրության դրսևորում, ավելի կոնկրետ ստալինյան, ասում է Փաշինյանը։ Չի կարող մարդ ծնվել ու մեծանալ Հայաստանում, բայց ասել, որ օրինակ Վանից է։ Երբ որ մենք այդ խոսույթները շարունակում ենք, այդ նշանակում է մենք մտնում ենք կոնֆլիկտի մեր շուրջ բոլորի հետ։ Շուրջ բոլորի հետ մտնում ենք կոնֆլիկտի, իսկ այս պարագայում մեզ ինչ է պետք։ Մտնում ենք կոնֆլիկտի հետ ենք հասկանում, բա ոնց մի րոպե, բա մեր ռեսուրսները հետ չեն բավարար չեն եւ բավարար չեն լինելու այդ կոնֆլիկտի հետ համար։ Բա ինչ անենք։ Երաշխավոր փնտրենք ու գնացինք։ Երաշխավոր փնտրելու։ Ինչի հաշվին։ Մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր պետականության հաշվին։ Ունեցել ենք հետաձգված պատերազմ եւ ոչ թե խաղաղություն, իսկ այժմ մեր նավը հասցրել ենք նավահանգիստ եւ նավի ուղևորներից պետք է խաղաղվել, ասում է վարչապետը։ Խաղաղվել նշանակում է տնավորվել, բողջաները քանդել եւ դասավորել պահարաններում։ Այսինքն անցնել մշտական բնակության ռեժիմի։ Կփոխհատուցվի մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային, հատիկաանդեղենային և կերային մշակաբույսերի 1 հեկտարի հաշվով կատարվող աշխատանքների համար նախատեսված ծախսի 50%-ը։ Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝ Գառնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտարի մակերեսով 70,000 դրամ, այսինքն համարվում է, որ 140,000 դրամ ծախս պետք է արվի, 70-ը վճարում ենք։ Եգիպտացորենի դեպքում ամեն հեկտարի համար 85,000, հատիկանդեղենի դեպքում ամեն հեկտարը 100,000 եւ բազմամյա խոտաբույսերի, այսինքն առվույտի եւ կորնգանի դեպքում ամեն հեկտարը 110,000 դրամ։ Նախագծի իրականացման արդյունքում ակնկալում ենք մինչև 27,000 հեկտար հավաստագրված սերմերով ցանքերի իրականացում, որը կնպաստի ֆերմերային եկամուտների ավելացմանը։ Գործընթացը պարզ է, համայնքապետարանում կնքում են պայմանագիր, ձեռք են բերում հավաստագիր, սերմ։ Մշտադիտարկումն իրականացնում են համայնքային իշխանությունները։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։